Բարև ձեզ, ես Արտեմ Սահակյանն եմ։ Մենք շարունակում ենք էլեկտրադինամիկա ընդհանուր խորագրով մեր առցանց դասընթացը։ Էլեկտրամագնիսական ալիքների տեսություն խոշորացված այս գլխի շրջանակներում մենք դիտարկել ենք մի բաժին, որը անվանեցինք էլեկտրամագնիսական ալիքները ուղղորդող համակարգերում։ Նախորդ երկու դասերի ընթացքում մենք դիտարկեցինք նրա առաջին և երկրորդ մասը, այսօր երրորդ մասի շրջանակներում մենք կտեսնենք, թե վերջավոր երկարություն ունեցող բեռնված փոխանցման գիծը ինչպիսի մուտքային դիմադրություն ունի։ Այսինքն, եթե փոխանցման գիծը բեռնված է որոշակի կոմպլեքս դիմադրությամբ, ապա ինչպիսին կստացվի նրա մուտքի դիմադրությունը, եթե օրինակ ֆազազգայուն օհմետրով մենք փորձենք չափել այդ մուտքից այդ դիմադրությունը։ Նախապես ասեմ, որ այն ստացվում է տարբեր բեռի արժեքից։ Բացի այդ, մենք քննարկենք նաև այսպես կոչված կանգուն ալիքները, ինչ են իրենցից ներկայացնում եւ ինչպես կարելի է տալ քանակական գնահատական, ինչպես կարելի է օգտագործել այդ գնահատականը հաղորդման գծեր կառուցելիս եւ նախագծելիս։ Այստեղ մենք կվերադառնանք վերջավոր երկարության բեռնված փոխանցման գծի մուտքային իմպեդանսին եւ նրա դիտարկմանը, որը մենք սկսել էինք նախորդ 19-րդ դասի ընթացքում։ Եվ մենք ստացել էինք 4,558 արտահայտությունը, որը իրենից ներկայացնում է այն իմպեդանսը, այն կոմպլեքս դիմադրությունը, որը մենք կարող ենք չափել նկար 4,512-ում բերված AA1 կետերի միջև, երբ ունենք փոխանցման գիծ, որի ընդհանուր երկարությունը հավասար է L, եւ այդ գիծը իր ծայրում B1 կետերում ունի միացված ZL, այսինքն Z load դիմադրություն։ Ընդհանուր դեպքում դա կոմպլեքս դիմադրություն է։ Փոքրինչ շեղվելով կուզեի մի նշում անել, բանն այն է, որ 4,558 արտահայտության մեջ նախորդ դասի ընթացքում մենք թույլ էինք տվել մի փոքր վրիպակ։ Այն է էքսպոնենտի ցուցիչը, որը այստեղ գրած է -2 գամմա L, երկուսը բաց էր թողնված, ես ուղղումը կատարել եմ եւ կհորդորեի իմ դիտորդներին եւ բաժանորդներին վերադառնալ 19-րդ դասին, նորից նայել այդ վիդեոյի վերջի 10 րոպեանոց հատվածը։ Իսկ հիմա շարունակենք։ Այս բանաձևում ներկայացված են հետևյալ մեծությունները, դա Z0-ն է, որը իրենից ներկայացնում է բնութագրական դիմադրությունը, գամման է, որը իրենից ներկայացնում է տարածման գործակիցը, եւ մեծատառ գամմա V-ն է, որը իրենից ներկայացնում է անդրադարձման գործակիցը գծի ծայրից, այսինքն B1 կետերից։ Սովորաբար փոխանցման գծերի գործնական կիրառությունների մեծ մասում ընդունված է ենթադրել, որ դրանք անկորուստ են, այսինքն գիծը ինքը տեղով անկորուստ է, որը նշանակում է, որ նրա տեսակարար դիմադրությունը R' եւ նրա տեսակարար հաղորդականությունը, կամ այլ կերպ ասած, լարերի միջև գտնվող դիէլեկտրիկի հաղորդականությունը երկուսն էլ մոտ են 0-ի, քանի որ իրական պայմաններում այդ կորուստները շատ փոքր են եւ ոչ մի ազդեցություն չունեն վերջնական արդյունքի վրա։ Այլ կերպ ասած, այն հաշվարկները, որոնք ընդունված է իրականացնել փոխանցման գծեր կառուցելիս, կարող են կատարվել այս մոտարկումների պայմաններում։ Եթե հաշվի առնենք այս մոտարկումները, ապա կարող ենք պարզեցնել այս երկրորդային պարամետրերը, մասնավորապես գամմայի արժեքը, որը մենք սահմանել էինք որպես ալֆա պլյուս ի բետա, ալֆան կորուստների գործակիցն էր, բետան փուլի գործակիցն էր, այս պայմաններում, երբ R' եւ J' այս 4,528 արտահայտության մեջ անտեսված են, մենք հանգում ենք 4,528B արտահայտությանը,
այսինքն գամման ստացվում է հավասար I օմեգա արմատ էպսիլոն շտրիխ C շտրիխ, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ I բետա։ Բետան իր հերթին փուլի գործակիցն է եւ ստացվում է հավասար կամ օմեգա արմատ L շտրիխ C շտրիխ կամ սովորաբար գրում են 2 բաժանած լամդայի, դա մենք բազում անգամ արդեն տեսել ենք։ Լամդան այստեղ ալիքի երկարությունն է գծի երկայնքով։ Ինչ վերաբերում է բնութագրական դիմադրությանը, ապա այն հավասար է Z0 եւ իրենց ներկայացնում է արմատ L շտրիխը բաժանած C շտրիխի։ Դա մենք կարող ենք ստանալ 4,533 արտահայտությունից եւ ներկայացնել որպես 4,533a։ Այդ պարագայում 4,558 արտահայտությունը մուտքի իմպեդանսի համար մենք կարող ենք արտագրել այսպիսի 4,558a տեսքով, որտեղ բետան փոխարինված է 2π բաժանած լամդայով եւ նշենք, որ գործնական խնդիրներում ի սկզբանե հայտնի են լինում սովորաբար ZL-ը, այսինքն բեռի կոմպլեքս դիմադրությունը եւ Z0 գծի բնութագրական դիմադրությունը։ Հետևաբար ZL-ի արժեքը որոշելու համար սկզբում կարելի է հաշվարկել գամմա v-ն, այսինքն անդրադարձման գործակիցը ըստ լարման, որը բերված է 4,559 արտահայտության մեջ, եւ այնուհետեւ տեղադրել 4,558a-ի մեջ եւ ստանալ ZL-ի արժեքը։ Իսկ այժմ շարունակելով այն օրինակը, որը մենք սկսել էինք նախորդ դասի ընթացքում, այն է դիտարկում էինք միկրոշերտային փոխանցման գծի պարամետրերը, այստեղ հաշվարկենք վերջավոր երկարության բեռնված միկրոշերտային գծի մուտքային դիմադրությունը, եթե հայտնի են նախնական տվյալները ուղղակի հիշեցման կարգով։ Այն է հաճախականությունը 8 գիգահերց է, դժվար չէ որոշել, որ ալիքի երկարությունը, որը հավասար է մենք գիտենք C-ն բաժանած հաճախականության վրա, այն տալիս է 0,0375 մետր, այսինքն 3,75 սանտիմետր։ Գծի հարաբերական երկարությունը, այսինքն L լամդա հարաբերությունը ընդունված է 0,125, որտեղից գծի բացարձակ երկարությունը L ստացվում է հավասար լամդա անգամ 0,125 եւ դա տալիս է, ինչպես տեսնում ենք, 4,69 միլիմետր։ Եվ բեռի իմպեդանսը, որը որոշված է այստեղ որպես 30 + I70 եւ վերջապես գծի բնութագրական դիմադրությունը հավասար է 50 օմ։ Այժմ անցնելով լուծմանը, առաջի հերթին մենք որոշենք լարման անդրադարձման գործակիցը գծի ծայրում, օգտվելով այս 4,559 արտահայտությունից, ինչպես նաև նկատի ունենանք, ինչպես է հաշվարկվում երկու կոմպլեքս մեծությունների հարաբերությունը, որը բերված է 248a արտահայտությամբ, մենք դա նախկինում մեր նախորդ դասերից մեկում արդեն քննարկել ենք կոմպլեքս թվերի բաժնում։ Եվ ստանում ենք վերջնական արդյունքը տեղադրումներից հետո 0,292 + I0,619 գամմայի արժեքը հանրահաշվական տեսքով, եւ այդ նույն գամմայի արժեքը բևեռային կոորդինատներում ստացվում է 0,685 անգամ էքսպոնենտ I1,13 ռադիան արժեքով։ Այժմ որոշենք փուլի գործակիցը եւ ցուցիչի համապատասխան արժեքը։ Այն ստացվում է հավասար, եթե վերցնենք 2π բաժանած լամդա 167,55 ռադիանը բաժանած մետրի եւ ցուցիչը, որը մեզ անհրաժեշտ է մուտքային դիմադրությունը հաշվարկելու համար, այն ստացվում է հավասար 2 բետա L կամ կարող ենք օգտագործել 4π L բաժանած լամդա հարաբերությունը եւ այն ստացվում է հավասար 1,572,300 ռադիան։ Եվ վերջապես օգտվելով ստացված այս միջանկյալ արժեքներից եւ տեղադրելով 4,558a արտահայտության մեջ,
Ստանում ենք ZL-ի արժեքը որպես 115.4 մինուս I 126.92 օմ։ Այսպիսով տվյալ L լամդա հարաբերության դեպքում 0.125 ZL-ը, այսինքն մուտքի իմպեդանսը այս բեռնված միկրոշերտային գծի համար ստացվում է հետևյալը. նրա իրական մասն է 115.4 օմ, իսկ նրա կեղծ մասն է մինուս 126.92 օմ և ինչպես տեսնում ենք ունի ունակային բնույթ։ Դա այն դեպքում, երբ բեռի իմպեդանսը ինքը ինքնին ուներ ինդուկտիվ բնույթ, այսինքն տեղի ունեցել իմպեդանսի տրանսֆորմացիա, դա կարևոր է նշել։ Այստեղ բերված է մի հաշվիչ, որը թույլ է տալիս շատ արագ որոշել բեռնված գծի մուտքի դիմադրությունը կամ մուտքային դիմադրությունը ունենալով նախնական տվյալները։ Նման տիպի Excel հաշվիչներ մենք օգտագործել ենք արդեն մեր նախորդ դասերում։ Տվյալ դեպքում նախնական տվյալները հետևյալն են, հետևելով մեր դիտարկված օրինակին, որի հաշվարկը մենք արեցինք ձեռքով։ Այստեղ մուտքային տվյալները հետևյալն էին, ուրեմն բնութագրական դիմադրությունը 50 օմ է, բեռի իրական մասը հավասար է 30 օմ և բեռի կեղծ մասը ընդունենք 70 օմ, ինչպես դա բերված էր մեր օրինակում և ցույց է տված հղումների բաժնում ձախ կողմից։ Այդ դեպքում արդյունքը ստացվում է, ինչպես տեսնում ենք, 115 օմ ստացվում է մուտքի դիմադրության իրական մասը, մինուս 126 և 91 օմ ստացվում է նրա կեղծ մասը։ Կուզեի նշել, որ դուք կարող եք ներբեռնել այս Excel ֆայլը ձեր էկրանների ներքևի հղումների բաժնում բերված հղման լինկից։ Որպես հավելում մեր այս դիտարկվող թվային օրինակի համար, ներկայացնենք այստեղ որոշ լրացուցիչ տեղեկություններ միկրոշերտային գծերի կառուցվածքի և նրանց պարամետրերի մասին։ Նախ ասենք, որ այստեղ հղումների բաժնում բերված 4.5.13 և 4.5.14 պատկերներում ներկայացված են միկրոշերտային գծերը, որոնք լայնորեն տարածված են ռադիոհաճախականային RF և միկրոալիքային microwave սարքերում, այդ սարքերի ներսում նրա տարրերի միջև միացումների համար, ինչպես պատկերված է որպես օրինակ նկար 4.5.15-ում։ Նշենք, որ միկրոալիքային սխեմա արտահայտությունը հաճախ փոխարինվում է միկրոալիքային ցանց microwave network տերմինով, քանի որ տարրերը միացնող գծերի չափերը համատելի են ալիքի երկարությանը և Կիրխոֆի օրենքները այլևս չեն գործում դրանց վերլուծության համար, այսինքն հնարավոր չէ Կիրխոֆի օրենքները օգտագործել լարումների և հոսանքների փոխկապակցվածության որոշման համար։ Մասնավորապես այս նկար 4.5.13-ի այս տիպի կառուցվածքի համար օգտագործվում է ցածր կորուստներով և բարձր ջերմային կայունությամբ կոմպոզիտային դիէլեկտրիկ։ Նա ընդունված է անվանել FR4, այսինքն flame retardant դիէլեկտրիկ է, որը հիմնականում բաղկացած է կարբոն ֆայբերի փոշուց և կոմպոզիտային կոմպաունդների խառնուրդից, որը թույլ է տալիս մեկուսիչ հիմքի դիէլեկտրիկական թափանցելիությունը ստանալ մոտավորապես հավասար 5-ից մինչև 8 արժեքների տիրույթում։
Ինչ վերաբերում է նկար 4-5-14-ի տիպի կառուցվածքին, որտեղ ինչպես տեսնում ենք այս W լայնություն ունեցող հաղորդող շերտը թաղված է դիելեկտրիկի ներսում, ապա նրանում գծի այս հաղորդիչ շերտը ձևավորվում է հաղորդիչ նյութի, մասնավորապես պղնձի կամ արծաթի իոնային իմպլանտացիայի միջոցով, այսինքն իոնային ներմուծման միջոցով սիլիցիումային հիմքի մեջ, այդ սիլիցիումային հիմքը այստեղ ցույց է տված կանաչ գույնով։ Միկրոշերտային փոխանցման գծերը լավ են համապատասխանում միկրոսխեմաների, անգլերեն անվանում են PCB, Printed Circuit Board, մշակման եւ արտադրության տեխնոլոգիաների մեջ։ Այստեղ նշենք նաեւ, որ վերևի կառուցվածքը, այս հղումների վերևի նկարը, հիմնականում օգտագործվում է RF եւ մայկրովեվ տիրույթի ցածր հաճախականային մասում, մոտարապես սկսած ասենք դեցիմետրային մինչև սանտիմետրային ալիքի սահմանը։ Ինչ վերաբերում է ներքևում ներկայացված կառուցվածքին, ապա նա ավելի հաճախ օգտագործվում է սանտիմետրային եւ միլիմետրային ալիքների համար։ Այժմ եթե համատենք այս երկու միկրոշերտային գծերը միմյանց հետ, ինչպես նաեւ համատենք ոչ սիմետրիկ շերտային գծի իդեալական մոդելի հետ, որը պատկերված է 4-5-16 նկարում, ապա կարող ենք նշել հետևյալը. Ի համեմատ ոչ սիմետրիկ շերտային գծի մոդելին, որը բերված է այստեղ 4-5-16 նկարի վրա հղումներում, որտեղ հաղորդիչ շերտը շրջապատված է նույն դիելեկտրիկով, այս հաղորդիչ շերտը W լայնությամբ ունի նույն դիելեկտրիկ թափանցելիությունը նրա ամբողջ շրջապատող տարածքում։ Ինչ վերաբերում է միկրոշերտային գծերում հաղորդիչ շերտից դեպի վեր եւ դեպի ներքև, ապա դիելեկտրիկական թափանցելիության արժեքը էապես տարբեր են։ Դա դժվար չէ տեսնել այս վերևի երկու պատկերներից։ Սա թույլ է տալիս միկրոշերտային գծերում էլեկտրամագնիսական դաշտը լոկալիզացնել հաղորդիչ շերտի մոտակայքում եւ որպես հետևանք զգալիորեն նվազեցնել հարակից գծերի միջև փոխազդեցությունները։ Երկրորդ հանգամանքն այն է, որ իրական միկրոշերտային գծերում հիմնական ալիքը դադարում է լինել մաքուր TEM-ը, այսինքն մաքուր վիճակում TEM ալիքը այսպիսի գծերում գոյություն չունեն։ Այդ մաքուր TEM ալիքը վերածվում այսպես կոչված հիբրիդային TEM ալիքի կամ hybrid transverse electromagnetic, կամ այլ կերպ ասում են quasi TEM ալիքի, որը իր մեջ է ներառում նաև բարձր կարգի transverse electric եւ transverse magnetic տիպի ալիքներ, որոնց մասին մենք գուցե առիթ կունենանք հետագայում խոսել, եւ այդ բարձր կարգի ալիքները նրանք փաստորեն հանդես են գալիս որպես պարազիտային։ Գործնական հաշվարկներում այս փաստը կարելի է հաշվի առնել, մտցնելով այսպես կոչված արդյունավետ հարաբերական դիելեկտրիկական թափանցելիություն epsilon effective։ Ի տարբերություն մաքուր TEM ալիքով ավանդական շերտային գծերի, որտեղ դիելեկտրիկ թափանցելիությունը ենթադրվում է հաստատուն եւ անկախ գծի լայնակի չափերից կամ գծի լայնակի կտրվածքից։ Մեկուսիչի արդյունավետ հարաբերական թափանցելիությունը որոշվում է այս 4-5-60 արտահայտությամբ epsilon effective հավասար է epsilon + 1 բաժանած 2-ի եւ այս երկու կլոր փակագծերի արտադրյալը։ Այստեղ օգտագործված են հետևյալ նշանակումները. S-ը, ինչպես ասացինք, իրենից ներկայացնում է WH հարաբերությունը, X-ը եւ Y-ը դա էմպիրիկ կոնստանտներ են, որոնք պատկերված են այստեղ որպես 4, 5, 62 եւ 63։ Ինչ վերաբերում է բնութագրական դիմադրությանը, ապա այն որոշվում է հետևյալ բանաձևով, այստեղ բերված 4, 5, 64-ով, որտեղ T պարամետրը հավասար է 30,67 բաժանած S
եւ այդ ամբողջ կլոր փակագիծը 0.75 աշճանով։ Այս 4.565 բանաձևերը ստացված են էմպիրիկ եղանակով։ Z0-ի S-ից կախվածության գրաֆիկը պատկերված է նկար 4.517-ում տարբեր դիելեկտրիկների համար։ Վերը նշված բանաձևերով հաշվարկները հեշտացնելու համար ես մշակել եմ Excel հաշվիչ, որը թույլ է տալիս արագ եւ բավական մեծ ճշգրտությամբ որոշել միկրոշերտային գծի էպսիլոն էֆեկտիվ արժեքը եւ Z0 արժեքները։ Այս Excel հաշվիչը դուք կարող եք ներբեռնել ձեր էկրանների ներքևում բերված հղումներից։ Իսկ այժմ, եթե որպես օրինակ ենթադրենք, որ դիելեկտրական թափանցելիությունը հավասար է 10-ի, իսկ երկու չափերից մեկը H-ը կամ W-ն հայտնի է, օրինակ ենթադրենք, որ H-ը հավասար է 2 մմ, ապա բնութագրական դիմադրության պահանջվող արժեքը Z0-ն հավասար 50 օհմի կարելի է ստանալ փոփոխելով մյուս չափը, այսինքն W-ն։ Ինչպես ցույց ենք տալիս հիմա մենք այս պատկերի վրա։ Ընտրենք էպսիլոնը հավասար 10, H-ը վերցնենք հավասար 2 մմ, իսկ W-ն փոփոխենք, ընտրենք 1 մմ սկզբում, ընտրենք այժմ 2 մմ սկզբում եւ այստեղ փոփոխենք, փոքրացնենք սա 1.9, բավականին մոտ է ստացվում Z0-ն 50 օհմի, այստեղ մի փոքր ուղղում եթե մենք անենք, ապա կստանանք ճշգրիտ 50 օհմ արժեքը, որի համար էպսիլոն էֆեկտիվ մեծությունը հավասար է 6.69 Իսկ այժմ վերադառնալով այս դիտարկվող վերջավոր երկարության բեռնված գծի մուտքային իմպեդանսին, հեշտ է տեղադրել այս Z0-ի արժեքը եւ ստանալ գծի մուտքային դիմադրության արժեքը այս 4.558A արտահայտությունից։ Այն ստացվում է հավասար 1.15/4 իրական մասն է եւ կեղծ մասը -126.92 օհմ։ Դա նույնն է, ինչ մենք ստացել էինք նախորդ հաշվարկի ընթացքում։ Մեր այս ենթաբաժնում մենք փորձենք տեսնել, թե ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված կանգուն ալիքը եւ ինչ է ընդունված անվանել կանգուն ալիքի գործակից։ Նախ տեսնենք, թե ինչ տեսք ունի լարման ալիքի բաշխումը վերջավոր երկարությամբ գծի երկայնքով, երբ գծի վերջում բեռը համաձայնեցված չէ, այսինքն ոչ համաձայնեցված է, ոչ համալարված, այլ տեղի է ունենում անդրադարձում։ Եկեք վերադառնանք 4.530B արտահայտությանը եւ արտագրենք այն փոխարինելով Z'-ը, ինչպես նախկինում մենք արդեն ներկայացրել էինք այս 4.557 արտահայտությամբ։ Տեղադրումից հետո կարտագրենք այս լարման կախվածությունը Z առանցքից որպես 4.566։ Այստեղ հիշեցնեմ, որ L-ը իրենից ներկայացվում է գծի ընդհանուր երկարությունը, ինչպես պատկերված է այս 4.518 նկարի վրա, իսկ Z կոորդինատի սկզբնակետը գտնվում է գծի AA' հատույթում, այդտեղից է սկսվում Z կոորդինատը եւ շարժվում դեպի աջ։ Այնուհետև փակագծերից դուրս բերենք 4.566 արտահայտության աջ մասի առաջին անդամը եւ կարտագրենք 4.567 տեսքով
Հիշեցնեմ, որ այստեղ գամմա v-ն իրենից ներկայացնում է անդրադարձման գործակիցը, մենք արդեն դա գիտեինք նախկինից։ Այստեղ մի փոխարինում եւս կատարենք, այսինքն մեզ պետք է, որ մեր կոորդինատային առանցքը շարժվի բեռից դեպի գեներատոր կամ բեռից դեպի աղբյուր։ Ուստի մի փոխարինում էլ կատարենք, նշանակենք Z2 շտրիխը որպես L-Z, պարզ է դառնում, որ Z2 շտրիխի սկիզբը կլինի B1 հատույթում, ինչպես դա ցույց է տված այս նկարի վրա։ Ուստի նորից արտագրենք լարման կախվածությունը Z առանցքից, բայց արդեն ընդունենք Z2 շտրիխը որպես կոորդինատ, եւ այդ կախվածությունը կընդունի 4,569 տեսքը։ Մենք այստեղ հաշվի առնենք, որ անկորուստ գծերում, այսինքն իրական պայմաններում, երբ ալֆան հավասար է 0-ի, ապա տարածման գործակցի արտահայտությունը հետևյալն է, գամման հավասար է մինուս ի բետա։ Իր հերթին բետան որոշվում է 4,528 B արտահայտությամբ, եւ հետաբար 4,569 արտահայտությունը մեկ անգամ էլ մենք կարտագրենք 4,570 տեսքով։ Այն ներկայացված է այսպես v incident անգամ էքսպոնենտ մինուս i2 π բաժանակ լամդա եւ փակագծերում L-Z2 շտրիխ, իսկ ուղղանկյուն փակագծերում մենք կունենանք 1 պլյուս գամմա e մինուս 2i 2 π բաժանակ լամդա Z2 շտրիխ։ Իսկ այժմ կանգուն ալիքի դիտարկումը շարունակելու համար փորձենք որոշել այդ ալիքի ամպլիտուդը, այսինքն խոսքս վերաբերում է այն ծրարին, որը իրենից ներկայացնում է ըստ էության ամպլիտուդների գագաթների շոշափողը, թե ինչպիսին է նրա վարքը կոորդինատային համակարգում, այսինքն Z2 շտրիխ կոորդինատի երկայնքով։ Այդ նպատակով հենց նոր ստացված այս 4,570 արտահայտությունը, որը իրենից ներկայացնում է լարման ֆեյզերը, այլ կերպ ասած, սա ըստ էության կոմպլեքս ամպլիտուդն է, հարկավոր է որոշել սրա բացարձակ արժեքը։ Եվ այդ արժեքը որոշելու համար մենք պիտի բազմապատկենք այս արտահայտության մեջ մտնող V incident phasor-ի մոդուլը պիտի բազմապատկենք այս ուղղանկյուն փակագծի մոդուլով։ Մենք անտեսում ենք այստեղ էքսպոնենտը, քանի որ նրա բացարձակ արժեքը տալիս է 1, դրանում դժվար չէ համոզվել։ Եվ արդյունքում ստանում ենք այսպիսի մի արտահայտություն, որտեղ մենք կարող ենք այս գամմային կից էքսպոնենտը վերածել կոսինուսների եւ սինուսների, այսինքն ներկայացնել եռանկյունաչափական տեսքով, եւ այնուհետեւ դրա բացարձակ արժեքը ստացվում է արմատ 1 պլյուս գամմա կոսինուս այս կլոր փակագիծ քառակուսի պլյուս գամմա սինուս կլոր նույն փակագիծը քառակուսի։ Եթե այժմ բաց անենք առաջի ուղղանկյուն փակագիծը, ապա ստանում ենք հետևյալ արտահայտությունը եւ վերջապես նկատի ունենալով, որ սինուս քառակուսին պլյուս կոսինուս քառակուսին տալիս է 1, ի վերջո մենք ստանանք այս 4,571 արտահայտությունը։ Այստեղ հեշտ է տեսնել, որ լարումը ստանում է իր առավելագույն արժեքը, որը հավասար է 1 պլյուս գամմա, անգամ V incident, նրա բացարձակ մեծությունը։ Այն դեպքում, երբ կոսինուսի արգումենտը հավասար է զույգ թվով π արժեքների, այդ դեպքում կոսինուսը դառնում է հավասար 1-ի եւ արմատի տակից դուրս է գալիս 1 պլյուս գամմա արտահայտությունը։ Արգումենտը հավասարեցնելով 2π n-ի, այսինքն զույգ թվով π արժեքների, մենք կարող ենք այստեղից ի վերջո ստանալ այս 4,573 արտահայտությունը, որը ցույց է տալիս, թե կոորդինատային առանցքի երկայնքով որ կետերում են գտնվում ամպլիտուդի մաքսիմալ արժեքները։ Ինչ վերաբերում է լարման ամպլիտուդի նվազագույն արժեքներին, ապա դժվար չէ տեսնել, որ այն մենք կստանանք այն դեպքում, եթե
այս արմատի տակի կոսինուսը հավասար է -1-ի։ Այդ դեպքում արմատի տակից դուրս կգաք 1 մինուս գամմա v, եւ որպեսզի ստանանք մինիմում արժեքների կոորդինատները, ապա հարկավոր է ենթադրել, որ այս կոսինուսը կդառնա հավասար -1-ի, եթե նրա արգումենտը, այսինքն կլոր փակագիծը, հավասար է կենտ թվով π արժեքներին, եւ մենք դա կարող ենք գրել 4, 5, 74 տեսքով, որից դժվար չէ որոշել z double շտրիխ առանցքի երկայնքով ամպլիտուդի մինիմում արժեքները որ կոորդինատներին են համապատասխանում։ Այս 4,571 արտահայտությունը ցույց է տալիս, որ ալիքի ամպլիտուդը ներկայացված է իր առավելագույն եւ նվազագույն արժեքների հաջորդականության տեսքով, որը կախված է միայն կոորդինատից եւ կախված չէ ժամանակից։ Այս ալիքը կոչվում է կանգուն ալիք։ Կրկին նշենք, որ գծի երկայնքով ամպլիտուդի առավելագույն եւ նվազագույն արժեքները կարելի է ստանալ, եթե մենք այս 4,573-ը եւ 4,575-ը, որոնք կոորդինատների արժեքներն են, տեղադրենք 4,571 արտահայտության մեջ։ Արդյունքում ստանում ենք այս երկու արտահայտությունները, որը ցույց են տալիս լարման մաքսիմումի եւ լարման մինիմումի արժեքները։ Դրանք են 4,576 եւ 77-ը։ Այս երկու լարումների հարաբերությունը ընդունված է անվանել կանգուն ալիքի գործակից։ Անգլերեն այն անվանում են Standing Wave Ratio, SWR, կամ անվանում են լարման կանգուն ալիքի գործակից, անգլերեն Voltage Standing Wave Ratio։ Տեխնիկական օգտագործման տեսակետից երբեմն օգտագործվում է սլենգ, ասում են VSWR, որը նկատի ունեն Voltage Standing Wave Ratio-ն։ Այս հարաբերությունը հաստատուն է եւ կախված չէ գծի դիտարկվող կետի կոորդինատից, ինչպես նաեւ կախված չէ գծի մարումների առկայությունից կամ նրանց բացակայությունից։ Գործնական կիրառումներում ավելի հարմար է SWR-ը, այսինքն կանգուն ալիքի գործակից, արտահայտել լոգարիթմական միավորներով, այսինքն SWR dB-ն հավասար է 20 լոգարիթմ 1 plus գամման բաժանած 1 մինուս գամմայի։ Սա այստեղ նշված է որպես 4,579։ Իսկ այժմ, եթե անցնենք հոսանքի ամպլիտուդի կամ նրա գործող արժեքի բաշխմանը ըստ z double շտրիխ կոորդինատի, ապա նույն մոտեցմամբ, ինչ մենք ունեինք 4,571 արտահայտությունը ստանալիս, նման արտահայտություն կարելի է ստանալ այստեղ բերված 4,531b արտահայտությունից հոսանքի ամպլիտուդի կամ նրա գործող արժեքի համար հաշվի առնելով 4,556, այսինքն գամմայի նշանը հարկավոր է փոխել դարձնել բացասական, այսինքն գամմա v-ն հարկավոր է փոխարինել բացասական գամմա v-ով, եւ դա ցույց է տված որպես 4,580։ Եթե այժմ մենք համատենք այս 4,571-ը եւ 4,580-ը, կարելի է տեսնել, որ հոսանքի ամպլիտուդի կամ նրա գործող արժեքի մաքսիմումները եւ մինիմումները փոխված են տեղերով լարման ամպլիտուդի համապատասխան արժեքների նկատմամբ։ Այսինքն 4,573-ը եւ 4,575-ը կարելի է վերագրել հոսանքի էքստրեմումներին, փոխարինելով մաքսիմումների բանաձևերը մինիմումների բանաձևերով եւ հակառակը։ Այսով հոսանքի ամպլիտուդների էքստրեմումների, այսինքն նրանք մաքսիմումների եւ մինիմումների կոորդինատները կարելի է որոշել այստեղ բերված 4,581 եւ 82 արտահայտությունների օգնությամբ։ Այժմ եթե մեր դիտարկվող օրինակում փորձենք որոշել SWR կանգուն ալիքի գործակցի արժեքը հենվելով
հղումներում բերված նախնական տվյալների վրա, ապա ունենալով գամմա v-ի արժեքը, նրա մոդուլը 0.685, ինչպես բերված է հղումներում, տեղադրելով այն 4,578 արտահայտության մեջ, ստանում ենք արդյունքում 5,349 մեծություն, որը բերված է որպես 4,578a, եւ եթե դա արտահայտենք լոգարիթմական միավորներով, ապա ստացվում է 14,57 դեցիբել։ Այժմ այստեղ աջ կողմից դուք կարող եք տեսնել կանգուն լարման եւ հոսանքի ալիքների գրաֆիկները, մասնավորապես որոշակի անդրադարձման գործակցի դեպքում, տվյալ դեպքում ես կամայական տեղադրեցի 0.15, մենք տեսնում ենք, որ կարմիրով լարումն է, կապույտով հոսանքը, հորիզոնական առանցքով տեղադրված է ոչ թե Z double շտրիխ արժեքը, այսինքն ընթացիկ կոորդինատը, այլ ընդհանուր փուլը 2 բետա Z double շտրիխ պլյուս phi v։ Phi-ն այստեղ իրենց ներկայացնում է անդրադարձման գործակցի փուլը եւ էապես կախված է նրանից, թե ինչպիսի բեռ ունենք գծի ծայրում միացված, ինդուկտիվ թե ունակային, այսինքն դա կարող է լինել phi-ն կամ դրական կամ բացասական կամ կամայական արժեք։ Եվ հիմա տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, եթե մենք փոփոխենք գամմայի արժեքը, սկսենք փոքրացնել այն, ցկտեցնելով 0-ի, եւ մենք տեսնում ենք, որ լարման ամպլիտուդը մնում է հաստատուն ամբողջ գծի երկայնքով, քանի որ չունենք անդրադարձած ալիք, եւ միայն ընկնող ալիքն է, որի ամպլիտուդը հաստատուն է 10 վոլտ, համապատասխանաբար հոսանքը ստացվում է 10 վոլտը բաժանած 50 օմի 0.2 ամպեր, եւ այժմ եթե մեծացնենք գամմայի արժեքը, ինչպես տեսնում ենք, ստացվում է այսպես տատանական գրաֆիկ, որը ունի իր մաքսիմումներն ու մինիմումները, եւ եթե սա ձգտեցնենք իր մաքսիմալ արժեքի անդրադարձման գործակիցը մաքսիմում 1-ի է հավասար, ապա կարող ենք տեսնել, որ եւ լարումը եւ հոսանքը ձեռք են բերում մաքսիմալ արժեք, որը հավասար է ըստ էության կրկնապատիկ մեծությանը, ինչպես նաեւ ձեռք են բերում զրոյական արժեքներ եւ մեկը եւ մյուսը։ Այստեղ պատճառն այն է, որ ինչպես այս իդեալական դեպքում, այնպես էլ կամայական գամմա v-ի արժեքի համար, այս տատանումները ամպլիտուդի ոչ այլ ինչ են, եթե ոչ ինտերֆերենցիայի հետևանք, այսինքն ընկնող ալիքը եւ անդրադարձած ալիքը գումարվելով տվյալ կետում իրար կամ կարող են ուժեղացնել իրար կամ կարող են թուլացնել, կախված նրանից, թե ինչ հեռավորության վրա է գտնվում այդ դիտարկվող կետը եւ ըստայինը ինչպիսին է այդ երկու ալիքների փուլերի հարաբերությունը։ Այժմ մեր օրինակում, որտեղ գամմայի արժեքը ստացվել էր հավասար 0.685, փորձենք փոփոխել եւ ստանալ այդ դեպքը մոտարապես 0.7, եւ դուք տեսնում եք, որ տատանումները բավականին էական են, ինչպես ասացինք, այստեղ հավասար էր մոտարապես 5-ից ավել էր, եւ եթե փոփոխենք այժմ անդրադարձման փուլի մեծությունը, ապա մենք կարող ենք տեսնել, որ գրաֆիկը շարժվում է աջ կամ ձախ, եւ դա էլ է պարզ ինչի հետևանք է, քանի որ
Անդրադարձած ալիքը կարող է հետ ընկնել կամ առաջ ընկնել եւ դրանով շեղվում են սրա մաքսիմումների եւ մինիմումների կետերը գծի երկայնքով։ Նշենք, որ կանգուն ալիքի գործակիցը չափելու համար գոյություն ունեն հատուկ սարքեր, եւ դրանցից մեկի պարզեցված սխեման ցույց է տված այստեղ 4.5.17 նկարի վրա։ Այն իրենից ներկայացնում է կոաքսիալ ալիքատար, այսինքն կոաքսիալ մի համակարգ, որի արտաքին գլանի ներսի մասում տեղադրված է ներքին հաղորդալարը, իսկ գլանը ինքնին դատարկ է, ավելի ճիշտ լցված է օդով։ Բացի այդ կոաքսիալ գծի վերևի հարթակի վրա այդ կոաքսիալի երկայնքով բաց է արած բարակ մի ճեղք եւ այդ ճեղքի մեջ իջեցված է վերտիկալ փոքր ձողիկ, այդ ձողիկի մեջ գրգռվում է հոսանք ի հաշիվ կոաքսիալում տարածվող էլեկտրամագնիսական ալիքի։ Այդ հոսանքը ուղղվում է, այսինքն ստացվում է նրա ամպլիտուդը եւ կիրառվում է միլիամպերմետրին։ Այդ միլիամպերմետրը աշճանավորված է ըստ լարումների։ Շարժվելով այդ ճեղքի երկայնքով այս ձողիկը, որը ընդունված է անվանել պրոբ, թույլ է տալիս ստանալ V մաքսիմումի արժեքը եւ V մինիմումի արժեքը։ Եվ ինչպես տեսնում ենք այս 4.5.78a բանաձևից, եթե մեր նախկինում ընդունված այս SWR արտահայտությունը 1 + գամմա էր բաժանած 1 - գամմա, ապա բազմապատկելով համարիչն ու հայտարարը ընկնող ալիքի լարման բացարձակ արժեքով, մենք դժվար չէ տեսնել, որ սա ստացվում է հավասար V մաքսիմումը բաժանած V մինիմումի։ Այլ կերպ ասած, հեշտությամբ որոշվում են այս երկու մեծությունները եւ նրանց հարաբերությունը տալիս է կանգուն ալիքի գործակիցը։ Ըստ էության պարտադիր չէ, որ մենք ունենանք V մաքսիմումի եւ V մինիմումի ճշգրիտ արժեքները։ Այստեղ կարևոր է ունենալ նրանց հարաբերական մեծությունը։ Ի վերջո, այստեղ կուզեի նշել, որ միջազգային շուկայում կարելի է հանդիպել տարբեր չափազանց մեծ ճշտության սարքեր, որոնք ոչ միայն թույլ են տալիս չափել վիզուալ, այսինքն կանգուն ալիքի գործակիցը, այլ նաև անդրադարձման գործակիցը, մասնավորապես այդ սարքերը կարող են միացվել անտենայի սնուցող գծի մեջ, որպեսզի մշտական հսկողության տակ պահվի կանգուն ալիքի գործակցի պահանջվող արժեքը եւ չգերազանցվի այն։ Սրանով ավարտում ենք մեր այս 20-րդ դասը եւ ես կրկին խնդրեի ձեզ իմ դիտորդներին, իմ բաժանորդներին ձեր մտորումները, ցանկությունները եւ հորդորները կիսեք ինձ հետ կոմենտների բաժնում։ Ցանկանում եմ բոլորիդ առողջություն եւ հաջողություններ ձեր անձնական կյանքում եւ աշխատանքում։